Hello, I'm John Eibner, the president of Christian Solidarity International. Բանախոսների միասին մասնակցում Հայաստանի ցայնիշ կառավարության ժողովին քննարկություն հայտնում հայաստանի միությանը նույնիսկ հանդաշատի խիզա նախագահ Սատիկ Սեյրանյանին հրավերի համար ցանկամ երախտագիտությունս հայտնել եւ ափսոսանք հայտնել որ անձամբ այստեղ չեմ կարող լինել լրագրողների միությունը եւ նրա անդամ ոչ կառավարական կազմակերպությունները կարևոր դեր են խաղում բազմակացի հասարակության պահպանման գործում այն ժամանակ, երբ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները քայքայվում են։ Պետությունը ավելի խորն է ընկնում ավտոկրատական վարկագծերի նշանակությունների մեջ, որոնք բնորոշել են իր պատմականորեն ճշնամական հարևաններին Թուրքիային եւ Ադրբեջանին։ Անկախ միջավայրային ոչ կառավարական կազմակերպություն ղեկավարելով, որի գործը կրոնական ազատությունների պաշտպանությունն է, ես բնականաբար լիարժեք եւ ուշադիր հետևում եմ թե ինչպես է Հայաստանի վարչապետը կազմակերպում հալածանք Հայաստանի ցարակելական եկեղեցու նկատմամբ կորավ ցայնը կորավ դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին կարևոր դեր է ունեցել իշխանության չարաշահումը չի սահմանափակվում եկեղեցու հալածանքով այլ իրավապաշտպանները անկասկած ավելի քան լիարժեք կանդրադառնան այլ հարցերին կներկայացնեն թե կառավարությունը ինչպես է շահվել իրավունքի գերակայությունից եւ չի հարգում մարդու հիմնական իրավունքները Սկզբից եւ հետ նշեմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ապօրինային գործընթացի համար, որն ուղղված է Հայաստանի ցարակելական եկեղեցու լեգիտիմ ղեկավարին Ամենահայոց կաթոլիկոս Գագիկ երկրորդի հեռացման մտադիր է իր կողմից թույլատրված նոր կաթողիկոսի ներդնել եւ քանի որ եկեղեցու ներսում կոնսենսուս չկա, Փաշինյանի կողմից նախատեսվող եկեղեցական հեղաշրջման համար վարչապետը ստիպված է եղել իր նպատակին գնալ պետության արկադրանքի միջոցների կիրառությամբ Եթե բացառենք սպանությունը, ապա նրա մեթոդները հիշեցնում են 20-ականին եկեղեցին վերահսկելու ուղղությամբ բոլշևիկների ջանքերը վարչապետը կաթողիկոսին հրապարակավ լուտանքների է ենթարկել ընդդեմ որ նա եկեղեցու իրավաչափ ղեկավար չէ հիմքում շինծում մեղադրանքն այն մասին թե եկեղեցու շրջանակում եկեղեցական ժողովի կողմից 99 թվականին նրա ընտրությունը իբրև անօրինական է եղել Փաշինյանը այս հարկադրանքը կրոնական ոչ լեգիտիմ հիմնավորում է այն բնդումով թե կաթողիկոսը ռուսական գործակալ է ով ամեն օր հաշվետու է Ռուսաստանում նստած հետախուզական սպայի եւ ղեկավարում է ինչ-որ առանցվածային պատերազմի կուսակցություն Հայաստանի ներսում որպես այդպեսին Փաշինյանը պնդում է թե կաթողիկոսը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար Վիրավորակը խորացնելով նա օգտագործում է կաթողիկոսի սեռական բարոյազրկության մասին պնդումներ Ռոբերտ Ամստերդամ եւ նրա պաստևանների թիմը մանրամասն հետազոտելով հերքել են այս դավադրության մասին պնդումները Փաշինյանի կորցած եկեղեցական հեղաշրջման հիմքում միայն խոսքեր չեն կաթողիկոսի մեղադրանքի առաջադրվել արտադրության իրականացմանը խոչընդոտելու հիմքով եւ նա հրաժարվել է հեռացված քահանային վերականգնելու մասին դատարանի որոշումը կատարել մեղադրանքի հետևանքով ամենահայոց կաթողիկոսը չի կարող արտասահման ճանապարհորդել եւ գլոբալ իր պարտականությունները կատարել ինչպես վերնագրից է բխում Ներկայական կոչումից է բխում Գագիկ երկրորդը բոլոր հայերի կաթողիկոսները անկախ իրենք աշխարհի որ անկյունում են գտնվում եկեղեցին ավելի քան 2 անգամ շատ հետևորդներ ունի Հայաստանից դուրս կան Հայաստանի ներսում ավելի քան 20 եպիսկոպոսներ ու քահանաներ նմանապես մեղադրանք են ստացել եւ նրանց կարգավիճակը սահմանափակվել է այնինչ Հայաստանում արվում է եկեղեցում ԱՄՆ-ում հաճախ անվանում են գործընթաց որով իրավունքը չարաշահվում է հակառակորդներին ահաբեկելու նպատակով որոշ եպիսկոպոսներ ովքեր հավատարիմ են կաթողիկոսին բանտարկվել են կամ տնային կալանքի տակ են պահվում շինծու մեղադրանքները ներառում են ահաբեկչությունից օրինակ
Քարիզմատիկ arczepiskopos Վագոտ Կարստանյանի բարեկամ մինչև Արշակ Խաչատրյանի օրինակը պատելով թե նա մարիխուանա է գցել ավելի քան 8 տարի առաջ ցուցարարներից մեկի ուսապարկի մեջ Հայաստանում քաղաքական իրավունքների կենտրոնը լիարժեք հաստատագրել է այն անօրինական մեթոդները, որոնք հակայի եկեղեցական այս գործընթացում կիրառվել են եկեղեցու նկատմամբ հետապնդումը եկեղեցու ամենամեծ բարեգործ Սամվել Կարապետյանի նկատմամբ է տարածվել, նայել է ձերբակալվել, բանտարկվել նրա համար, որ հրապարակավ նշել է, որ դեմ կլինի վարչապետի կողմից եկեղեցու հալածանքի ջանքերի նրա բիզնեսները պետականացվել են։ Կարապետյանի համար աջակցությունը հայ հասարակությունում այնքան մեծ է, որ նա դարձել է Փաշինյանի հիմնական հակառակորդներից մեկը, սպասվող մյուս ամսվա համապետական ընտրություններում եւ սա արդեն գործընթաց է, որում օտարերկրյա տերությունները բացահայտ միջամտում են գործընթացին, հատկապես Եվրոպական միությունը, որ դա անում է բացահայտ։ Փաշինյանը նաև փորձել է սասանել կաթողիկոսին 10 իրեն համախոհ եպիսկոպոսների հանձնաժողով ստեղծելով այդ ոչ կանոնական մարմինը ղեկավարել վարչապետ եւ այդ մարմնի ղեկավարը եկեղեցու ներսում հեղաշրջումն է դիվերսիան։ Սա նման է 20-ականներին բոլշևիկների կողմից կիրառված մարտավարությանը եւ փորձում են եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել եւ նա դրանք անում է պետության կողմից սահմանավորվող ազատ եկեղեցու բարենորոգման շարժման միջոցով։ Պետք է հարց տալ Այսայնց առաքելական եկեղեցին ինչը այսպիսի հալածանքի ենթարկվում այսօր։ Միանշանակ պատասխանը կարող է տրվել միայն լիարժեք բորանելով արխիվները, որոնք տասնամյակներ շարունակ կամ երբևէ հասանելի չեն դառնա։ Այս մի բան միանշանակ է։ Պատասխանը հնարավոր չէ գտնել օրենքի մեջ, այլ քաղաքականության մեջ պետք է այն փնտրել եւ պետք է փնտրել Հայաստանի սահմանների դուրս եւ ոչ ներսում։ Փաստն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ նոր թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի ներքո եւ պետության կողմից սահմանավորվող բռնության եւ ոչ բռնի հիբրիդային պատերազմական գործողությունների այլ ձևեր կարող են տեղի ունենալ։ Դարեր շարունակ հայ քրիստոնյա ազգը զրկվել է քաղաքական սուբյեկտայնությունից եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Դա համատեղ իսլամիստական նեո-օսմանյան պանթյուրքական գործընթաց էր, որն ուղղված էր հայերի էթնոկրոնական զտմանը Անատոլիայից, Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից եւ վերջապես այն 3 տարի առաջ նաեւ Լեռնային Ղարաբաղից։ Փաշինյանը ընդունում է հետապնդելով, որ հարձակումը կարող է անգամ այս տարվա սեպտեմբերին տեղի ունենալ։ Քաղաքական սուբյեկտայնությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական քաղաքական մշակույթներում շարունակում է Having been defeated by Azerbaijan, supported by Turkey and Turkish-backed jihadists from Syria, Pashinyan is desperate to avoid another war with a Turkic Muslim power that reveals its intentions by openly calling the Republic of Armenia Western Azerbaijan and pledging that the territory of today's Republic of Armenia will one day be reclaimed from its so-called Armenian occupiers. Among the Turkish-Azerbaijani conditions for a peace treaty is the removal of the Catholicos and the placement of the church under state control, as is the norm in both Turkey and Azerbaijan, and for that matter, in most authoritarian states. Catholicos Karakan II offends Ankara and Baku by publicly defending the rights of the ethno-religiously cleansed population of Nagorno-Karabakh, including the Armenian hostages that continue to be incarcerated in Baku. He also offends by encouraging commemoration of the Armenian genocide. These are taboo in Turkey and Azerbaijan, both genocide-denying states. Pashinyan is prepared to meet these and all other conditions Turkey and Azerbaijan impose as the price of a capitulation treaty. His policy is one of appeasement,
not peace through strength. Pashinyan is furthermore pressed to do so by the European Union and the United States. The primary interest of Washington and Brussels in Armenia is geopolitical. It is to remove Armenia from Russia's sphere of influence. Their solution is for Armenia to integrate into that of the Turkish-Azerbaijani condominium. We can see that much of the same process was applied to Syria, once a safe haven for Armenian Christians, victims of the genocide. As President Trump himself has confirmed with satisfaction, Syria has been restored to Turkey following the overthrow of the Assad dictatorship by Turkish and Western-backed jihadists, headed by the now president of Syria, Ahmed al-Shara. The geopolitical Western political goal, in the case of Syria, was also to deny space to Russia and Iranian adversaries. It is helpful to keep in mind the thinking of President Trump's property development friend and now special envoy, Tom Barak. Barak has described the states that emerged from the collapse of the Ottoman Empire as no more than tribes with flags and imposed borders, political entities that were never meant to be nation states. That, of course, includes the Republic of Armenia. Promotion of this big geopolitical shift was the primary purpose of the U.S. Vice President's visit to Armenian Azerbaijan last February, and now the presence in Yerevan of the leadership of the European Union and the European political community. The silence of Washington and Brussels about the persecution of the Armenian Apostolic Church and the other aspects of Armenia's democratic backsliding speaks volumes about their tacit backing for the Turkish-Azerbaijani condominium's strategic goal of incorporating Armenia into its emerging neo-Ottoman pan-Turkic bloc. Religious freedom and other fundamental human rights in Armenia today are being trumped by the geopolitical considerations of Ankara, Baku, Brussels, and Washington. The implications will be felt most acutely by the Armenians, for whom the Republic of Armenia has been a safe haven. But they will also be, in time, painfully felt in Europe as the Turkish-Azerbaijani condominium continues to flex its growing muscle in the face of a Western world that has become increasingly dependent on it. Thank you very much for your attention, and I wish you all an impactful conference.